գումարը երբ որ վերացնում մոտ 8-ից 9 միլիարդի աշխատանք է իրականացվում բոլոր գյուղերում, չկա նման գյուղ, որ աշխատանք շինարարություն չունի, տարբեր ուղղություններ, թե ասֆալտապատում, թե գյուղապետարան, թե գազաֆիկացում, թե տանիքներ, տարբեր ձևի արդեն մանգապարտեզներ։ Ընթացիկ տարում ապարան խոշորացված համայնքում ներառյալ բոլոր գյուղական բնակավայրերը մոտ 9 միլիարդ դրամի աշխատանքներ են իրականացվում։ Աննախադեպ այս թվերը 3 հրապարակեց համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։ Տարվա առաջնահերթությունը ճանապարհաշինությունն է։ Այս տարի ամենաշատը ասֆալտապատումներ, այս տարի անգամ ուզում ենք մենք ավարտի հասցնել փոքր գյուղերում ընդհանրապես ասֆալտի խնդիրը վերացնել։ Քուչակ բնակավայրում օրինակ ճանապարհների նորոգումը համարում են պատմական, առաջին անգամ նոր ու նորոգ ճանապարհով բնակիչները գետի մի կողմից մյուսը կանցնեն, հատկապես կհեշտանա դպրոցականների գործը, որ նույնքան կարևոր է միջպետական մայրուղին կբեռնաթափվի։ Եկեղեցու թաղից համայնքի դպրոց տանող այս ճանապարհի կառուցման համար բոլորովին նոր հիմքեր են ստեղծվել, հսկայական կամուրջ է կառուցվում, ճանապարհով անցնող բոլոր ենթակառուցվածքները կամ հիմնանորոգվում են կամ կառուցվում զրոյից, խոսքը ջրատար, կոյուղատար համակարգերի, մայթերի, լուսավորության համակարգի, կամուրջի եւ ասֆալտապատման մասին է։ Եղիազարյանը տեղում հետևում է աշխատանքներին, վարչական ղեկավարը գոհունակությամբ արձանագրում է, սա բնակավայրի ամենամեծ հարցն էր, երկար չսպասեցին։ Գյուղը գետով ենկոմ եւ այս կողմը կապում է իրար։ Դպրոցի հիմնական դպրոցի ճանապարհն են, երեխեքն են գնում գալիս, ու արդեն որ սարքենք վերջացնենք, այս ճանապարհը երթևեկություն ուժը կենտրոնական փողոցը ահագին նստելու է, էլի։ Սա Քուչակում ամենակարևոր, բայց ոչ միակ ճանապարհաշինական աշխատանքն է։ Բնակավայր այցելած Եղիազարյանին ցույց են տալիս նաև նորոգվող մյուս բոլոր ճանապարհները։ Եթե եղանակը չխանգարի, բնակավայրը նոր տարին կդիմավորի բոլորովին նոր ճանապարհային ենթակառուցվածքներով։ Ճանապարհաշինությունը ապարանյան ներդրումների 50%-ից ավելին է խլել, բայց համայնքում ըստ առաջնահերթության լուծվում են նաև մնացած խնդիրները։ Հարթավան բնակավայրում, օրինակ, օրակարգային էր փոքր ջրամբարի հողային պատվարի ամրացումն ու նորոգումը։ 202 տնտեսություն ունեցող բնակավայրում այս աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի 1000 հեկտարով ավելացնել ռոռոքելի հողատարածքները։ Ամբողջովին կլուծվի նաև անասնապահության համար առկա ջրարդիացման խնդիրը։